Սուրբ Էջմիածնի պատմությունը շատ մեծ ներկայություն ունի հայ ժողովրդի պատմության մեջ։ Անցել են շատ ժամանակներ, շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն, և մենք կանցնենք, բայց Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյան։ Եվ այդպես լինելու է, անկախ նրանից, թե այսօր քանի տեսակ և ինչպիսի գույներով, երանգներով ու շերտերով հարձակում կա մեր ինքնության, մեր Սուրբ Էջմիածնի և Սուրբ եկեղեցու վրա, մեր պետության վրա, մեր կյանքի վրա, մեր կենսագրության վրա, մեր պատմությունը լինելու է և մնալու է հաղթանակի պատմություն։ Ժողովուրդ ջան, տոնդ շնորհավոր, Սուրբ Էջմիածինը թող որպես Աստծո համբույր դրոշմի սրտերիդ, մտներիդ, կամքիդ, հաղթանակիդ և հույսիդ տեսիլքի մեջ և որևէ վայրկյան կասկած չունենաս քո իսկ հաղթանակի վրա, որովհետև Սուրբ Էջմիածնի զավակն ես, որովհետև պատմություն ունեցող մարդկանց զավակն ես, որովհետև պատմություն ստեղծած ժողովրդի զավակն ես, որովհետև հաղթանակից անխուսափելիորեն հաղթանակից չվախեցող մարդկանց զավակն ես։ Շնորհավորում եմ և մեր որդեական խոնարհումը Վեհապար Հայրապետին, մեր ողջ հոգևոր դասին և մեր ողջ ժողովրդին։ Չկա հայոց պետականություն առանց Սուրբ Էջմիածնի։ Սուրբ Էջմիածինը որպես Աստծուց իջած փառքի լույս մշտապես ճառագայթելու է մեր կյանքում, ցրելու մեր կյանքի խավարը։ Աստված օրհնի բոլորիդ։